Պարոն Խաչատրյան, ասում եք Պողոս Պողոսյանի սպանությունը խիչ եք բացահայտում։ Ես ուզում եմ մեր քաղաքացիներին հիշեցնել ինչա տեղի ունեցել Պողոս Պողոսյանի սպանության դեպքով։ Պողոս Պողոսյանը ըստ հրապարակումների ըստ ամեն ինչի սրճարանում տեսել է Ռոբերտ Քոչարյանին, ասել է «Պրիվետ Ռոբ», դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները տարել են զուգարան եւ սկսել են ծեծել Պողոս Պողոսյանին։ Պողոս Պողոսյանը մահացել է։ Ըստ դատաբժշկական փորձաքննության մահացել է սրտի կանգից։ Այսինքն մարդուն տարել են զուգարան, սկսել են ծեծել ձեր կուսակցական ընկերոջը Պողոս Պողոսյանին, Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները, ձեր առաջնորդի թիկնապահները։ Մարդը մահացել է ու դատաբժշկական փորձաքննությունը, որ մարդը մահացել է ոչ թե ծեծից, այլ սրտի կանգից։ Ուղղակի զարմանալի զուգադիպությամբ իր ծեծվելու ընթացքում սիրտը կանգնել է, ոնց որ ծեծողները այդքան է մեղավոր չեն, էլի սիրտն է կանգնել։ Պետք է պալյուբոմ օրներ ուղղակի համընկավ այդ պահին իրան ծեծում էին զուգարանում։ Հիմա ասում եք խիչ եք բացահայտում, ուզում եմ հասկանամ, ինչը պետք է բացահայտեն այսքան տարի հետո։ Ոնց պետք է դա բացահայտեն։ Գործը ոնց ուզում եք վերաբացեք, պարոն Խաչատրյան, կա օբյեկտիվ իրականություն, ակնհայտ է, որ նոր դատաբժշկական փորձաքննություն կատարելը ֆիզիկապես անհնար է ուղղակի։ Ու գրեթե անհնար է այդ գործը նորմալ բացահայտելը։ Միջև եթե իհարկե այդ ծեծողներից մեկը չասի, հա, այնքան գլուխը տվեցին գետնին, որ մահացավ։